Շաբաթվա գլխավոր եվրաիրադարձությունը Եվրամիության հիերարխիայի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյայի բանակցությունը Երևանում։ Ես հավատում եմ, որ մենք ցանկանում ենք լինել լավ գործընկերներ միմյանց համար։ Ինչ փուլում է Հայաստանի նոր վերամեկնարկը, ինչ են կողմերը ակնկալում իրարից եւ այն փաստաթղթից, որ ապահովելու է կոմպլեմենտար իմպլեմենտարիզմ։ Բարի գալուստ Հայաստան շարքում ֆրանսիական բիզնեսի կապիտալի եւ ներդրումների մասին։ Բավականին խոշոր ներդրումներ արվին եւ շարունակվում է արվի։ Առանձնաշնորհյալ քաղաքական հարաբերություններից մինչև արտոնյալ ներդրումներ։ Ֆրանսիական բիզնես նոր ալիքը ձգվում է Էֆելյանից մինչև աշտարակ։ Որ դեպքում եւ ինչ պայմաններում ֆրանսիացի գործարարները կգան Հայաստան։ Ձեռնարկությունը Հայաստանով կհետաքրքրվի միայն հավասար պայմանների ու թափանցիկության դեպքում։ Բացառիկ հարցազրույց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուଆ Շարպանտիեի հետ։ Ինստիտուցիոնալ անկախություն շարքում հատուկ անդրադարձ պետական գնումների համակարգին։ Գործականում ենք մրցակցության ապահովման եւ խտրականության բացառման տեսանկյունից։ Պետգնումները հատվածային գնումներից դեպի կենտրոնացած եւ օնլայն շոփինգ պետպատվերով։ Գլոբալ ջերմացումը հասավ Հայաստան, կլիման փոխվում է, բայց մենք դեռ կարող ենք կանխել վատագույն սցենարը։ Պետք է արձագանքելու միջոցներ գտնել։ Բացառիկ ռեպորտաժ, թե ինչպես են վերականգնվում Սևանի անտառները եւ հեռավոր արոտավայրերը, համատեղ ջանք, հողը փրկելով։ Այս շաբաթ Հայաստանի սեփականությունը դարձավ Ուիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում։ Պետք է այս տունը դարձնենք տուն-թանգարան։ Ովքեր են կանգնած գործարքի հետևում, ինչ ծրագրեր են իրականացնում եւ ինչու է կազմակերպությունը կոչվում Ռենեսանս, մշակութային եւ ինտելեկտուալ։ Բանաձևը Իրաքի երեկոյան 8-ին։